Վարպետի տուն թանգարանն անակնկալ է մատուցել Իսահակյանի պոեզիայի սիրահարներին և փոքրածավալ նոր ցուցադրությամբ և հանրային դասախոսության միջոցով բացահայտել Իսահակյանի մեծ հետաքրքրությունն ու տարվածությունը Արևելյան Ասիայի և մանավանդ չինական փիլիսոփայությամբ ու մշակույթով։ Հանրային դասախոսության բանախոս, արվեստագիտության դոկտոր, Սուչժոուի համալսարանի հետազոտող Անի Մարգարյանը վարպետի տուն թանգարանի ֆոնդային հավաքածուներում տասնամյակներով պահվող բազմաթիվ ցուցանմուշների հիմքով հանգամանորեն ներկայացրել է պոետի սերտ կապվածությունը Չինաստանի փիլիսոփայական մտքի հսկաներին, նրա հարազատությունը աշխարհից մեկուսանալու, միայնության մեջ հոգևոր կատարյալ ներդաշնակություն ու մաքրագործում գտնելու չինացի իմաստունների ուսմունքներին, ինչը լիարժեքորեն արտացոլվել է Աբուլալա Մահարի պոեմում։ Այո, Իսահակյանը մեծ սիրահար է եղել արևելյան փիլիսոփայության և ուսումնասիրությունները բազմաթիվ կատարել, իր համար այդ աշխարհը շատ խորն է եղել և շատ հետաքրքիր է եղել։ Իսահակյանական մասունքների շարքում քիչ հայտնի, բայց շատ կարևոր նմուշներ են նրա արևելյան փոքր չափերի արձանիկները։ Այս հավաքածուն ներառում է բուդդայական մանրաքանդակներ, դաոսական աստվածությունների պատկերներ, հայտնի մտածողների կերպարներ, որոնք ոչ թե պարզ հուշանվերներ են, այլ վարպետի աշխարհընկալման և խոհափիլիսոփայության շատ կարևոր վկայություններ։ Հենց այս շարքում է Ծեր մանուկի արձանիկը, Չարենցի վերջին նվերը վարպետին։ Արձանը պատկերում է փիլիսոփալաոց ձին, որը ևս ուզում էր աշխարհից հեռանալ և խաղաղ կյանքով ապրել առանց չարի և առանց վատ աշխարհի վատի, և սա խորհրդանշական արձան է և այն իմաստով, որ Չարենցն է նվիրել Իսահակյանին, և այն իմաստով, որ այս երկու բանաստեղծներին փաստորեն նաև մտերմացնում էր արևելյան փիլիսոփայության և արևելյան կրոնի վերաբերյալ իրենց վերաբերմունքը։ Ցուցադրությունը ներկայացնում է նաև չինական մշակույթին նվիրված հրատարակություններ, որոնք Իսահակյանն անձամբ է ձեռք բերել, հավաքել և ուսումնասիրել։ Դրանցից մեկը տպագրվել է 1955-ին և նվիրված է հայ գրականության երկու հսկաներին։ Այստեղ Իսահակյանի ստեղծագործություններն են տպագրված չինարեն և Իսահակյանի մասին ու Խաչատուր Աբովյանի մասին լայնածավալ հոդված է։ Սա հին չինարենով է տպագրված, մենք պլանավորում ենք նաև այն վերածել նոր չինարենի, որպեսզի այսօրվա սերունդը ևս կարողանա կարդալ և ուսումնասիրել։ Ցուցադրությունը ստեղծել է կամերային և խորհրդանշական մի միջավայր, որում հազարամյակների զուգահեռներում հանդիպել են հայ պոետիկ արվեստն ու հնագույն իմաստաբանական միտքը, ստեղծելով միշտ արդիական ու չսպառվող երկխոսություն։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։